Պատրաստում ենք մեր հարցին լուծում գոնե տան, անորոշ վիճակը, այս 8 օրես հիմնարկը փակա, անորոշ վիճակը ոչ մեկ չեն իմանում երբ կլինի։ Կոնկրետ մի հատ մեկի հարցին հետաքրքրվի կան իմանան այս 70 հոգին աշխատատեղերը կբացվի, մի օր կմնա, 10 օր կմնա, երբ կբացվի, գոնե մեզ մի բանով հույս տան, որ մենք էլ հույսով սպասենք խոսքի մի օրից, 10 օրից, որ իմանանք մենք մեր անելիքը, չէ, եթե չի բացվելու, գոնե ամեկ մեկը գնա իր գլխի ճարը տենա։ Բանկերում մեկին այս 8 օրերի ընթացքում երկուշաբթի օրը հենց Գագիկ Ծառուկյանը կալանավորվեց, փաստացի, այդ օրից սկսած որևէ մեկին փորձել եք դիմելով, օրինակ քննչական կոմիտե դիմեք կամ համապատասխան մարմիններին իմանաք ինչ է լինելու ձեր ճակատագիրը։ Ամսի 11-ին կենտրոն հեռուստատեսությունն է եկել, նույն ձևի նկարել ենք, ուրիշ տեղ դեռ չէ։ Մենք սպասում ենք գոնե մի պատասխանի, բայց հիմա նաղդի անորոշ վիճակ է։ Ոչ մեկ ոչ մի պատասխան չեն տվել։ Պատասխանի պարզ կլինի կբացվի թե Ով է չէ։ ասել ձեզ։ Դա ասենք խոսակցությունների մեջ է։ Հիմա ներկա պահին մենք սպասում ենք մի կես ժամը 5-10 րոպե, եթե չէ բոլորս միասին բարձրանալու ենք Աբովյանի քննչական կոմիտե, որտեղից որ կապարակ ընկվել է։ Ըստ դրան արդեն մենք մեր քայլերը, եթե պատասխան չստացանք, կարող է վիշտենք Երևան-Սևան մարողին փակենք։ Եթե ձեզ հարմար կլինի, միանաք մեզ։ Մենք մի այս պահին բարձրանում ենք Աբովյանի քննչական կոմիտե, որ կապարակ ընկվել է։ Կոնկրետ այս ընկերությունում ինչ գործունեությամբ եք։ Ես սղոցավար եմ։ Ասենք մեծ քարերից աշխատանքը կանգ առել։ Մենք շաբաթ օրը մենք շաբաշարել ենք, գնացել ենք տուն, այն նպատակով երկուշաբթի մեր աշխատանքային շորերը ձեռներս եկել են գործան, ոստիկանությունը չի թողել, ասել է փակա։ Գնացեք տուն, ձեզ ավելի տեղ է կպահեն, բայց 70 հոգուց աշխատող ունենք, ամեն մեկը տանը հոգս ունի, վարկ ունի ու բոլոր հարցերը։ Ու բացի դրանից Հիսուս Քրիստոսի արձանի մշակվող կարը հենց մեր գործարանից է։ Այսինքն Հիսուս Քրիստոսի արձանի այդ աշխատանքներն են կանգ առել կապած։ Եթե այստեղից հումքը չի արտադրել ուղարկվում ընդ, իհարկե կանգնած է։ Աշխարհով մեկ հայտարարակ վիճակ է։ Իրենք հարցնում են Գագիկ Ծառուկյանի հետ, Գագիկ Ծառուկյանի հետ նստեն բանակցելու Գագիկ Ծառուկյանը աշխատողների ինչ մեղավոր են։ Այսինքն մի մարդիկ վարկեր ունեն։ Պետք է հասկանան, որ ընտանիք են պահում, իսկ դա շատ լուրջ բան է, չընկնեն աշխատողները հարկադիր, ճիշտ ուղին պետքա լինի, որ աշխատեն աշխատողները։ Այսինքն վտանգներ ունեք հարկադիրի տակ ընկնելու։ Վտանգները չէ, բոլորն էլ աշխատում են ընտանիքում, ամեն ինչ, բոլորը ստեղ բոլորում հարցնեք, ես ասում, բայց բոլորը ճիշտը պետք է աշխատեն, աշխատողը պետք է աշխատի մեքենայի մեջ դրած է։ Ներկա պահին վարկի թղթերը մեքենայից մեջ դրած է, կարան բերեն ցույց տամ, ամսի 15-ին ունեմ, վճարում եկել ամսի 20-ին։ Ընկերության տնօրենին փորձել եք, գոնե ընկերության տնօրենը փորձի քննչական կոմիտեից հասկանալ։ Գործանի տնօրենը պետական մակարդակով ասում ինչ-որ մի հարցին լուծում տա, մենք այս պահին մենք տնօրենին չենք էլ տեսնում, ինքը անընդհատ Երևան այստեղ այնտեղ։ Տնօրենն է պետական վիճակով Ներկա պահին մենք մի 5 րոպե շարժվում ենք Աբովյանի քննչական կոմիտե։ Առավոտյան ժամը քանիսից էին ձեզ ասել, այստեղ պետք է լինեք, երկուշաբթի օրը մոտավորապես կստանաք պատասխան։ Ժամը մեր աշխատանքային սկսում է ժամը 9-ից։ 9-ից ստեղ ենք։ Մենք ենք որոշել մեր աշխատանքը 9-ին է սկսում, 9-ին պետք է լինենք երկուշաբթի օրը ստեղ, եկել ենք ստեղ։ Եվ ոչ մի պատասխան, դռները կապած։ Դե սպասում ենք։ Դե սպասում ենք տեսնենք ինչ կլինի, ոչ մի պատասխան։ Մեծ թվով քաղաքացիներ մնացել են անորոշության մեջ, մենք գտնում ենք, որ դա անարդար որոշումների արդյունք է և պետական համապատասխան մարմիններից պահանջում ենք հնարավորինս շուտ բացեն բոլոր աշխատատեղերը։ Արդեն մեկ շաբաթ շարունակ ըստ էության այդ պահանջը ներկայացվում է։ Այո, ասել ենք, շատ անգամ ասել ենք։ Դեռ չի բացվել հասարակ բանվոր ժողովուրդը չգիտի ինչ անի, անորոշ իրավիճակի մեջ է հայտնվել։